Առցանց տիրույթը տարիներ շարունակ մարդկանց ծառայել է ոչ միայն հեշտացնելով հաղորդակցությունն ու ինֆորմացիայի հասանելիությունն, այլև ապահովել մի շարք պայմաններ հանցավոր մտադրություն ունեցող անձանց համար։ Շատերը սոցիալական հարթակներն օգտագործում են թմրաշրջանառության, զեղծարարության միջոցով գումարներ հափշտակելու ու շատերն էլ առավել անթույլատրելի կոնտենտի տարածմամբ։ Ցանկանում ենք ևս մեկ անգամ տեղեկացնել, որ պոռնոգրաֆիկ տեսանյութերի տարածումը սոցիալական ցանցերում հատկապես անչափահասների մասնակցությամբ քրեորեն պատժելի արարք է եւ ենթակա է պատասխանատվության։ Ընդ որում, հարկ է նշել, որ պատասխանատվությունը ենթարկվում ոչ միայն նույնաբովանդակ նյութեր ուղարկող օգտատեր, այլ նաեւ այդ տարածողը։ Նման մի դեպք գրանցվել է բոլորովին վերջերս 36-ամյա տղամարդը տելեգրամյան տարբեր օգտատերերի ուղարկել է պոռնոգրաֆիկ տեսանյութեր անչափահասների մասնակցությամբ եւ ենթարկվել պատասխանատվության։ Դեպքի մանրամասները տեսանյութում։ Տղամարդը տելեգրամյան ալիքի միջոցով տարածել է մանկական պոռնոգրաֆիա, որտեղ մասնակցություն են ունեցել 1-ից 17 տարեկան անչափահասներ։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ տղամարդը ձեռք է բերել եւ իր բջջային հեռախոսում պահել մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր։ Տելեգրամ հեռահաղորդակցման հավելվածի ալիքում տղամարդը հայտարարությամբ անձանց առաջարկել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութերը եւ դիտելու ցանկություն հայտնած օգտատերերին նամակագրության միջոցով ուղարկել դրանք։ 2025 թվականի մարտի 7-ին ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից նյութեր են ստացվել այն մասին, որ 36-ամյա անձը Telegram հեռահաղորդակցության համակարգի իր անձնական էջով տարբեր անձանց առաջարկում է դիտել մանկական պոռնոգրաֆիկ նյութեր, որոնց համաձայնության տված անձանց ուղարկում է այդպիսի տեսանյութեր։ Դեպքի առթիվ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մանկական պոռնոգրաֆիկ տեսանյութերում ընդգրկված են եղել 1-ից 17 տարեկան անչափահասներ։ Քրեական վարույթի շրջանակներում պարզվել է հանցանք կատարած անձի ինքնությունը եւ միջնորդություն է ներկայացվել դատախազություն նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար, որը հսկող դատախազի կողմից բավարարվել է, միջնորդություն է ներկայացվել նաև դատարան, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը ընտրելու համար, որը դատարանի կողմից կայացված որոշմամբ բավարարվել է։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, այն հաստատելու եւ ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։